խնդիրը գուցե վերացել է, ովի այս մասով կուզենայի մի քանի բան ասեք։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ մեր թվային ծառայությունները եւ մեր արկա ռեսուրսները կոմիտեում բավարար են, որպեսզի տեսանելի ապագայում գործընթացը կազմակերպենք, եթե լրացուցիչ ինչ որ հարցեր առաջանան, վերահսկողությունը քանի որ մեզանից դուրս է գտնվում, օրինակ պարեկային ոստիկանը ինքը կանգնեցրեց ավտոբուս, այնտեղ ավտոբուսը ունի վկայական զբոսաշրջային ավտոբուսը ունենալու է վկայական, որի վրա կա QR կոդ։ Միանգամից QR կոդով մտնում է մեր կայք, տեսնում է այդ ավտոբուսն է թե չէ, իր պարամետրերով, եթե համապատասխանում է նորմալ է, եթե ոչ։ Մենք ավելի շատ քաղաքականություն ենք մշակում, կայքը, թղթերն ենք ստուգում եւ այլն, այդ մասով մեր ռեսուրսները բավարար են։ Համեցեք պարոն Թովմասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, անշարժ գույքի զարգացման տեսանկյունով շատ կարևոր ցուցանիշներ են հյուրանոցային համարների քանակական ցուցանիշները ըստ սեգմենտների եւ նաեւ տարեկան կամ ամսական զբաղվածության տոկոսադրույքը թափուր համարների նկատմամբ, եթե գործընկերներին խնդրենք հետագայում նաեւ այս ցուցանիշների վերաբերյալ հաշվառում իրականացվի եւ այդ հաշվառումը դառնա պարբերաբար ամսական վերլուծված եւ հրապարակված տեղեկատվություն, որպեսզի այս ոլորտում հետաքրքրվող ներդրողները, ովքեր որ ուզում են օրինակ կառուցապատում իրականացնեն, հստակ կարողանան պահանջարկը նաև շուկայի գնահատել, հասկանալ, թե որ սեգմենտում կոնկրետ ինչ պահանջարկներ կա եւ նաև որոշումների համար հիմք հանդիսանա այն պաշտոնական տեղեկատվական շտեմարանը, որը կարա նաև ապահովի ճիշտ որոշումների կայացում։ Խնդրենք հետագայում նաև այս հանգամանքը հաշվի առնեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Թովմասյան, առաջին հարցը հասցեագրել ենք, այս խնդրով կլուծվի համարների քանակը, դասակարգում եւ այլն, որովհետեւ այո ճիշտ է, հիմա չկա այդ պաշտոնական վիճակագրությունը եւ նույնիսկ թվերը շատ հստակ չեն, մենք շատ հաճախ ուղղակի զանգերով ենք մոտավորապես դա ճշտում։ Երկրորդ մասը ծանրաբեռնվածությունն է, այս փուլում չէ, բայց հաջորդիվ համակարգի զարգացումը ենթադրում է նաեւ որ ցանկացած պահի մենք տեսնենք քանի ազատ համար կա, քանի զբաղված, հա։ Վարչապետ, տեսեք, եթե օրինակի համար որևէ մեկը ցանկանում է հյուրանոց կառուցել, շատ կարևոր ցուցանիշ է, մենք հիմա ասում ենք օրինակ туриզմի աճ է տեղի ունենում, չէ՞։ Մարդիկ պարզ է, որ որոշում են հյուրանոց կառուցել Հայաստանի Հանրապետությունում, այստեղ հարց է առաջանում ծանրաբեռնվածությունը ըստ սեգմենտների տարվա վերջում։ Ենթադրենք, եթե ունեի 100 համար, վերլուծված տեղեկատվությամբ տարեկան 90% ծանրաբեռնվածությունը օրինակ բիզնեսի համար լավ է, կարող է 80% ծանրաբեռնվածությունը վատ։ Եվ այս ցուցանիշների հրապարակումը կոնկրետ գործիքակազմ է, որպեսզի ներդրողը որոշում կայացնի։ Շուկայի վերլուծություն է, որը հրապարակվի եւ հասանելի է։ Շատ լավ գործիք կլինի, այո, համեցեք պարոն Արուշանյան։ Շնորհակալություն պարոն Պապայան, ուզում եմ հասկանալ միայն զբոսաշրջային ոլորտի հյուրանոցներին է վերաբերում, թե ընդհանուր զբոսաշրջային ոլորտին, որովհետև խոսվեց ներգնա ու ներքին туриզմի մասին, բայց այդ տուրօպերատորներն էլ են այս գնահատականով գնահատում, շատ կարևոր նաև արտագնան, որովհետև շատ դեպքերում մեր քաղաքացիները հենց արտագնա զբոսաշրջության փաթեթներից օգտվելուց ոչ բարեխիղճ զբոսաշրջային ընկերությունների զոհ են դառնում ու այդ դեպքերն են լինում, որ կառավարությունն է իր վրա վերցնում հենց այդ պատասխանատվությունը զբոսաշրջիկներին հետ բերելու։ Արդյոք սա վերաբերում է նաև տուրօպերատորներին ու զբոսաշրջային ոլորտի բոլոր խաղացողներին։ Բարեբախտաբար տենց բան վաղուց ոնց որ չի եղել, չէ՞, որ տուրիստները գնան, չկար։ 19-ին եղել է, հա։ Հա, շատ լավ։ Բայց ճիշտ հարց է, գնացողներին համար էլ է ռեյտինգավորվելու։ Այո, պարոն վարչապետ, բոլոր զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է ծանոթանան, որ իրանք այդ գործունեությամբ են զբաղվում։ Զբոսաշրջային ավտոբուսից սկսած, գիդից սկսած մինչև մեծ հյուրանոցային համալիր կամ տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց արտասահմանում տարբեր երկրներ զբոսաշրջային տուրերի տանող բոլորը պետք է ծանոթվեն իրենց գործունեության մասին եւ ըստ այդմ անցնեն այս բոլոր process-ները, որոնք նախորդիվ ընդունել էինք, իսկ բարձրաբանման համար պարոն Թովմասյանի հարցի երկու հարց բարձրաձայնեց, հանրապետությունում ինչքան, այսպես ասած, մահճակալ կա հյուրանոցային, եթե այդ տեսանկյունից նայենք, այս որոշման արդյունքում այդ վիճակագրությունը մենք ամբողջովին կունենանք, իսկ ծանրաբեռնվածությունը լրացուցիչ հաջորդիվ կհասկանանք ինչպես անենք։ Միչայլոց, շատ կարևոր հարց է, ես կարծեմ էլեկտրոնային փոստով մեր գործընկերներին դիմել եմ, մենք ասում ենք Հայաստան զբոսաշրջային հոսքերը աճում են, ներգնա զբոսաշրջային հոսքերը աճում են, բայց չենք ասում, որ Հայաստանից
զբոսաշրջային հոսքերը աճում են, որը հանրապետությունում սոցիալական վիճակի եւ բարեկեցության մակարդակի շատ կարեւոր ցուցիչ է։ Ես եթե չեմ սխալվում, պայմանավորվել ենք եւ որոշակի ժամկետում այդ տեղեկատվությունը կտակ, ճիշտ։ Այո։ Շատ լավ եւ սա նույնպես իմիջիալոց պարոն Պապոյան եւ մենք Պարոն Մնացականյան, մենք այտենց բան ունենք, մենք ներգնաց զբոսաշրջիկների ներգնա, այսինքն եկող զբոսաշրջիկների վիճակագրություն ունենք։ Իսկ Հայաստանից գնացող զբոսաշրջիկների վիճակագրություն ունենք, եւ եթե չունենք, չենք կարող ունենալ։ Պարոն վարչապետ, հրապարակված է ցուցանիշները։ Ներինն էլ կա։ Այո, 2025 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը հունվար դեկտեմբերին զբոսաշրջության հատվածում հրապարակված է։ Այսինքն մենք նախորդ տարիներին տեն շարունակաբար ունենք։ Այո, նույն ձևով նաև հյուրանոցների քանակը կոնկրետ հրապարակ։ Նկատի ունեմ Հայաստանից մեկնողների, այո։ Հայաստանի քաղաքացիները, որ զբոսաշրջային նպատակով գնացել են։ Այո, պարոն վարչապետ, դա զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն ինչպես ներգնա, այնպես էլ Հայաստանից մեկնող ամբողջ դա վաղուց կա եւ երամսյակը մեկ տարեկան ցուցանիշների հիմա հրապարակված են, կայքում կարող եք տեսնել։ Խնդրում եմ ինձ ցույց կտաք տեղը, որ ես ինձ այդ թիվը շատ հետաքրքիր է։ Զբոսաշրջության հատվածում Նախորդ ասենք 10 տարվա ցուցանիշները, կա 10 տարվա ցուցանիշները։ քանակը չեմ հիշում, բայց առաջի տարին Շատ լավ, եղած վիճակագրությունը մի հատ ինձ խնդրում եմ տեղեկանք տվեք։ Հայաստանից ինչքան զբոսաշրջիկ է գնում, այսինքն զբոսաշրջային նպատակով։ Շատ լավ։